Ուրեմն այս հողատարածքը գտնվում Արաբկիրի 39 փողոց տուն 13 հասցեում, որտեղ բնակվում ենք մենք, հայրս Ռաչիկ Էլոյանը, եղբայրս, ես, Լալա Էլոյանս, իսկ հիմնադիրը եղել է այս հողի իմ պապս, Մանուկ Էլոյանը 46 թվից գեմպլանով ստացել է ինքը այս հողատարածքը, 600 քառակուսի, որից հետո տարիներ հետո 74 թվականին, որքան որ հիշում եմ, այն հատվածի տունը վաճառվել է, մի մասը վաճառվել է ուրիշի, բայց ոչ մի հողավաճառք չի եղել, որովհետև այն թվերին էլ 74 թվականին էլ հող առուվաճառքի ենթակա չի եղել, համարվել է պետական սեփականություն։ Ուղղակի ներքին կարգով պապիկիս հետ տան գնորդը պայմանավորվել է, որքան տարածք կարող է օգտագործել։ Իսկ այդ տարածքը գտնվում է այս Պարիսպից այն կողմ, որից հետո տունը վաճառվել է, տարիներ հետո տունը նրանք վաճառել են մեկ ուրիշի, երկրորդ անձի։ Նրա դեպքում էլ ոչ մի դեպքում հողաբաժանում չի եղել և հողի առուվաճառք չի եղել։ Նորից օգտագործվել է հողը այնպես, ինչպես եղել է միշտ 46 թվից, մենք օգտագործել ենք այն տարածքը, որը որ դուք տեսնում եք այսօր, որը կազմում է 378 քառակուսի, մինչ այսօր օգտագործում ենք։ Սակայն Վարդան Գևորգյանը տունը առնելուց հետո որոշում է, որ իմ եղբայրը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Նրա երեխաներն էլ փոքր էին։ Որոշում է, որ պարսպապատի իրան հատկացվելիք հողատարածքը, իր օգտագործվելիք հողատարածքը, որպեսզի իր երեխաները անվտանգ լինեն։ Վախենում էին եղբորիցս, այսպես ասեմ, որովհետև այդ ժամանակ իր առողջական վիճակը շատ վատ էր, շատ ավելի ագրեսիվ էր։ Եվ մեզ խնդրելով հորս Ռաչիկ Էլոյանին եւ մեր հետ փոխհամաձայնության գալով ներքին փոխհամաձայնությամբ որոշեց, որ իր հողատարածքը առանձնացվի պարսպապատի։ Մենք դեմ չեղանք, որովհետև դրանից մենք չէինք տուժում։ Եվ եթե նրա երեխաների անվտանգության խնդիրն էր, մենք ոչ մի բան չտեսանք այդտեղ, ոչ մի կասկածելի բան։ Սակայն Պարիսպը կառուցեց իր ուժերով պարսպապատեց եւ այդպես օգտվում էր Պարիսպից այն կողմ գտնվող իր հողատարածքից։ Երբևիցե ոչ նա եւ ոչ էլ նրա երեխաները, տան անդամները չեն անցել այս կողմ, այս հողատարածքը, որի մասին որ ինքը խոսում է, չեն օգտվել, որովհետեւ հասարակ տրամաբանությունը, եթե մարդը վախենում է իր երեխաների անվտանգության համար, խնդրում եմ ասեք, պարսպապատելուց հետո իր երեխաներին կուղարկի մի հողատարածք, որտեղ բնակվում է, այո, հոգեկան խանգարումով մարդ, իհարկե ոչ։ Եվ այդ ընթացքում, խնդրեմ, երբ որ Պարիսպը կառուցում էր, մեզանից խնդրեց, որպեսզի թույլ տանք մի փոքրիկ դուռ, մինչև Պարիսպը կվերջացնեն կառույցը, ներսի շինարարական աղբը կհանեն, եւ ի վերջո միջև իրանք տան միջից դուռ բացեն, իրանց հողատարածք Պարիսպից ներս գտնվող հողատարածք գնալու համար։ Մենք թույլ տվեցինք, որ այդ դուռը գտնվում է այստեղ։ Այո, խոսքը գնում է այս դռան մասին, որը գետնից գրեթե մի մետր բարձրություն ունի։ Շապի։ Ունդ գետնին հավասար է։ Ստեղից պետք է իջնվի բարձացվի։ Այտենց է ներկայացվել։ Եվ այս դուռը փակված է մեր կողմից, ասում եմ դա էլ ֆիքսեք, որ իրանք հնարավորություն չունեն այս դռնից օգտվելու, որովհետև բանալիները հենց հիմա էլ գտնվում է մեր մոտ։ Եթե օգտվեինք, մենք կարող էինք բացեինք գնայինք այն կողմը օգտվելու, բայց ոչ իրենք։ Դռան չափը բաները։ Սա էլ ֆիքսեք, որ այս կողմից փակ է։ Եվ անգամ դուռը ամրացված չի հիմնական պատերին, որովհետև սա թողնվել է ժամանակավոր։ Մինչև շինարարությունը կավարտեին, դուռը կփակեին։ Անվարի թուղթոպայերի սրա անդրադարձնում է։ 90 սանտիմ էլի կծելին։ Լյուղը հենա չոք ենք էլի, 0.95։ Այս կիշմերի չանունիս։ Կոմս չապի։ Գետնից գտնվում մի մետր բարձրության վրա։
Եվ փականի մասին եմ խնդրում նշեք, որ փակված է մեր կողմից եւ իրանք օգտվելու ուղղակի հնարավորություն չունեն։ Դե չեմ կանչում։ Նայեք, անգամ քանդվում է այս ամեն ինչը։ Տեսնում եք։ Արմատուրաները ընդհանրապես մցրած, պատի անկյունները։ Թե իբրև թե այստեղ հիմնական տան պատերա կառուցվել։ Որտեւ այսքան կեղծիքով չեն կարող առաջ գնալ։ Թաղապետարանից է գալիս է նայում, ասում է փորձել է կառուցել, այնից սյուները արդեն կանգնած է, բայց կիսաքանդ վիճակում։ Հնարավոր է արդյոք առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու Երևանի Արաբկեր 39 փողոցի թիվ 13 հասցեում գտնվող 600 քառակուսի մետր մակերեսով հողամասից 340 քառակուսի մետր մակերեսով հողամասը որպես Վարդան Գևորգյանի բաժին առանձնացնել թե ոչ։ Դա հա, պարզ է, գիտեմ։ Հիմա հաջորդը։ Արաբկեր 39 փողոցի թիվ 13 հասցեում գտնվող 600 քառակուսի մետր մակերեսով հողամասից արդյոք հնարավոր է առանձնացնել Վարդան Գևորգյանի 1/3 բաժինը 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը, թե ոչ, եթե այո, ապա ինչ տարբերակով։ Ես այս հարցերը չասացա։ Մեկը 340, մեկը 300։ Պահանջել են, որը կպավ, էլի։ Թալանի երկիր է, ձրի, որը կպավ։ Եկեք ավելորդ չխոսանք։ Չէ, ես գիտեմ ինչ եմ հարցը կպատասխանեմ դատավորին, որ գիտեք ինչ կա, մի տեղ նշում եք 1/3-ը, այսինքն 600-ի կեսը, մի տեղ գրում եք 340, ինչու անում։ Հիմա մյուս հարցը։ Երևան քաղաքի 39 փողոցի թիվ 13 հասցեում գտնվող Վարդան Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող տան հետնամասում կառուցված պատն իր նշանակության պարիսպ է, թե տան համար նախադեсված հիմնական պատ։ Հիմա պատասխան։ 13 տակի բետոնի շերտը։ Բայց ո՞ր բետոնի շերտ այնտեղ։ Քար է այդ բետոնի։ Դա քարի շերտ, այնտեղ բետոնի շերտ ընդհանրապես չկա։ Օդի մեջ քարա, հողն ենք հանել, որը Չէ, քարա իրար կողք վրա քարեր են։ Տեսնեք քարա, բետոնի շերտ այդտեղ ընդհանրապես չկա։ Տակի քարի։ Բետոն չկա քարի։ Այսինքն քարի լայնությունը ընդհանրապես, բետոն ընդհանրապես բացակայում է այդտեղ։ այդ հողը որ ջուրը քաշել է դրանից 20 սանտիմետր լայնություն ասի։ Չէ, Հա։ Դիտա քարա։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ հողի վրա դրա կատարը։